Նախ ասեմ, որ 907 կետը վերացնելը շատ ավելի սիմվոլիկ, ես կասեի, նշանակություն ունի վերք է, այսպես ասած, այդ հեղինակության համար, քանի որ Ալիևը կարևորում է, որ դրսում երևա որպես հաղթանակած, միջազգային օրենքին, իրավունքին հետևող, այսինքն մի կողմից ասում է, որ միջազգային իրավունքը թուլացել է, ուժի դար է, որ այդպես չէ, բայց մյուս կողմից էլ ասում է միջազգային իրավունքի շրջանակում է ՄԱԿ-ից ինքը նաև խոսում է ու արդարացնում է, որ պետական սուվերենությունը վերականգնեցի եւ փաստորեն այդ ձևով իր վարած այդ էթնիկ զտումը որպես պատերազմի վերջ, պատերազմները շատ հազվադեպ են այդ արդյունքով վերանում, նրանք կարող են վերանալ, այսպես ասած տերմին կա հաղթողի victor's peace, հաղթողի խաղաղությամբ, երբ որ դու հաղթորդ եք Չեչնիայում, Ռուսաստանը ինչ արեց, ուժ գործադրեց, բայց չեչենները դեռ իրենց հողի վրա են։ Այսինքն դա այո, հաղթողի հաղթանակը, դա պատերազմները վերջացնելու ոչ լիբերալ մի ելք է, պատերազմների մի մասը բանակցությունների միջոցով է վերանում, ավարտվում ավելի երկարատև պրոցեսով, մի հատված էլ այսպիսի հաղթողի խաղաղությամբ է վերանում։ Իր արածը Ղարաբաղում, Արցախում, Լեռնային Ղարաբաղում, որը շատ կարևոր է նշել, քանի որ դա քաղաքական միավոր էր, դա կոնֆլիկտը վերացավ էթնիկ զտումով։ Եվ իր վարած քաղաքականությունը մինչև հիմա, նա գիտի, որ ուշ թե շուտ սա բաց վերք է, եթե Հայաստանը սա առաջ չտարավ, ցանկացած մի երրորդ կողմ կարող է սա առաջ բերել եւ իրեն դատի տալ այս էթնիկ զտումը անելու համար։ Այսինքն նա ամեն ինչ անում է տարբեր մակարդակներով, լինի թե Եվրոպայի հետ հարաբերություններում, լինի թե այս նույնիսկ 907 կետը վերացնելը, որը սիմվոլիկ ուժն է շատ կարևոր այդ 907-ի, քանի որ նա զենք գնելու պրոբլեմ չունի, մենք արդեն տեսել ենք, համոզվել ենք, Իսրայելից է անշուշտ գնում եւ այլն։ Դա բիծ է, հա, երկրի վրա, բիծ է, շատ մեծ բիծ է իր վրա, անհատապես, մեծ բիծ է։ Այսինքն նա փորձում է փորձում է այդ էթնիկ զտումով վերջացրած այդ կոնֆլիկտը լեգիտիմացնել միջազգային համակարգում եւ խոշոր գերտերությունների մայրաքաղաքներում, քաղաքական մայրաքաղաքներում, այսպես ասած։ Ինչ վերաբերում է իր արտահայտությանը, OSCE Մինսկ խմբի, որ պիտի տար, ես չթողեցի եւ այլն, դա շատ հստակ, ես դեռ իր ամբողջ ելույթը չեմ լսել եւ կլսեմ, բայց ինչպես որ դու նկարագրեցիր, դու երբ որ խոսում էինք սրանից առաջ, մեր հաղորդումը սկսելուց առաջ, դու նույնիսկ նախադասությունը չվերջացրեցիր, որ ինձ համար պարզ դարձավ, թե ինչու է նա անում, առաջի նպատակը այդ հայտարարության եւ նա առաջի անգամ չէ որ դա անում է, առաջին նպատակը դա Հայաստանի ներսում անընդհատ polarization, բևեռացվածությունը խորացնել, հայերին մեկը մյուսի, հայ քաղաքացիներին մեկը մյուսի դեմ անընդհատ օգտագործել եւ դա եթե հասարակությունը այդպես բաժանված է սփանում, դա երկիրը թուլացած է լինում։ Այսինքն որպես դեմոկրատական հասարակություն, դեմոկրատիան պետականաշինող գործիք է, ընտրություններից հետո ժողովուրդը գալիս է, համաձայնվում է, որ ընտրող կողմի վարած քաղաքականությանը պիտի հետևեն, այսինքն նա փորձում է այս անկախ նրանից թե ինչ խոշորությամբ հաղթած կողմը առաջ կտանի, բայց այդ կոնտեքստում է, որ նա փորձում է դանդաղացնել, թուլացնել Հայաստանի ներսում իր ունակությունը միախմբվել որպես քաղաքական միավոր եւ դա է այդ հայտարարության պատճառը եւ դա այդպես չէ նախ ինքը OSCE այնպես որ OSCE-ին ուզում են արել ես չթողեցի նա OSCE Մինսկի խումբը նա շատ երկար եւ այստեղ հայաստանյան ղեկավարություններն էլ մեղք ունեն որ չեն աշխատել առաջ չեն տարել այդ OSCE խումբը ներկա իշխանությունների դիվանագիտական մեծ մինուսներ։ Շատ խոշոր մինուսներ կան, բայց այն որ
OS-ին պիտի տար, OS-ին ընդամենը միջնորդական խումբ էր, OS-ին ոչ մի մանդատ չուներ Ալիևին պարտադրելու եւ այլն, եւ բացի դրանից քանակական հետազոտություններով եթե նայում եք էթնիկ կոնֆլիկտները, անջատողական կոնֆլիկտները, նախ ամբողջ ստրատեգիայի առումով եթե նայում եք Ղարաբաղի կոնտեքստում նախ անջատողական կոնֆլիկտները շատ քիչ թվով են հաջողության հասել, տոկոսը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղել է մոտ 139 նմանատիպ կոնֆլիկտ եւ եթե սովետական միությունը չհաշվենք 15 անդամները հաղթանակների տոկոսը 8 է կարծեմ եւ այն անջատողական կոնֆլիկտներն են հիմնականում հաջողության հասնում որտեղ անջատվող կողմը այն երկրից որ անջատվում է առաջինը ուղիղ բանակցություններ օղակ ունի դա նախ շատ կարևոր է եւ անկախ նրանից թե պատերազմի բռնի ուժով է փորձում անջատվել թե ոչ պատերազմի օգտագործում թե ոչ այսինքն այս ոչ միայն անջատող ամբողջ տրամաբանությունը OS-ի Մինսկի խումբը դա զուտ միջնորդական մանդատ չուներ պարտադրելու եւ կոնֆլիկտ արդեն ամբողջ ստրատեգիան գնում էր այն ուղղությամբ որ Ալիևը որևէ ուղիղ Ղարաբաղին հանելը բանակցությունների սեղանից դա ամենաուժեղ հարվածն էր Լեռնային Ղարաբաղի ապագա շանսերին փաստորեն ոչ մի ուղիղ խոսակցության մեջ չմտնելով այնպես չէ որ Ալիևն էլ սպասում էր եւ բացի դրանից առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների այսպես ասած քաղաքական աջակցության ոչ մի անջատողական կոնֆլիկտ հաջողության չէր հասել իսկ Ռուսաստանը կարողացավ OS-ի Մինսկ խումբը կարծես թե միջազգային համակարգից անջատած պահել եւ այն բոլոր մեխանիզմները որով առաջ են շարժվել անջատողական խմբերը դա նշանակում է միջազգային հսկա կամպանիաներ պիտի անես հսկա դիպլոմատիա պիտի ունենաս դրանք չեն արվել քանի որ հույսը մնում է Ռուսաստանի վրա եւ OS-ի Մինսկի խմբի վրա այսինքն իր ասածը սուտ է եւ դա արվում է զուտ Հայաստանի ներսում բաժանում առաջ բերել թուլացնել պետականություն Հայաստանի եւ երկրորդը Տրամպին էլ ներքաշել որպես խաղացող իր էթնիկ զտումը լեգիտիմացնելու համար եւ ես հուսամ որ Տրամպի շուրջ եղած մարդիկ սա հասկանում են որտեղ շատ վտանգավոր արտահայտություն է իր արածը ես կգնամ նո ես էլ ինքս կլսեմ բայց դա շատ հետաքրքիր է այդ մասը դե եւ նաեւ նա ամբողջ աշխարհին ներկայացնում է որ նա վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը որի իրավունքը նա ուներ եւս այո նա ոչ բռնի ուժով նա այդ հաղթանակին հասավ տարիներով շարունակ դիպլոմատային կառույցները ոչ միայն Ադրբեջանի ներսում մասնակցողական ինստիտուտները թույլատնելով այլ նաեւ միջազգային համակարգերում միջազգային կառույցներին հարվածներ հասցնելով այսինքն ամեն ինչ արեց ինստիտուտները որ պետք է ստեղծվեին նա ոչ թե խորացրեց խաղաղ լուծմամբ առաջ տանելու այս մեխանիզմը այլ ընդհակառակը OS-ի Մինսկը թույլատրեց միջազգային կառույցները իր երկիրից հանեց եւ իր բացատրած սուվերենությունը վերականգնել են դա միջնադարյան հասկացություն է միջազգային իրավունքը այո միջազգային հանրությունը դժբախտաբար միջազգային իրավունքը զորք չունի կանգնած որ ուղղակի երբ որ միջազգային իրավունքը չի աշխատում զորքը չի գալիս դա ուղղում միջազգային իրավունքը աշխատում է քանի որ երկրները կամավոր կերպով են հետևում քանի որ շահեր ունեն ուզում են կանխատեսելի լինեն որ ինվեստիցիաներ կան իրենց երկիր եւ այլն եւ այդ ինքը կարող է շատ բաներ ասել այո ՄԱԿ-ը շատ ուժեղ ձևով չարձագանքեց այստեղ չնայած որ եւ բայց միևնույն ժամանակ այսինքն նա վստահելի խաղացող չէ այո նավթի համար կարող է ինվեստիցիաներ անում էին էլ չեն անում քանի որ նավթ էլ չի մնում արդեն բայց Ադրբեջանը վստահելի խաղացող չէ դրսի կապիտալի համար այսինքն միջազգային իրավունքը այդ մեխանիզմով է աշխատում